Բարյոսելի քույր եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 12 երկրորդ համարի վերջի հատվածը, արդեն կանադառնանք արդեն Աստծո կամքին վերաբերող բոլոր սկզբունքներին։ Առաջինը մեր նախորդ ձայնագրության մեջ մենք վերջացրեցինք այն մտքով, որ երբ որ կարդում ենք եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքովը, այլնորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Այս հատվածում, որ դուք քննեք, օգտագործված է բնագրի մեջ դոկիմազո բառը, որը ունի երկու նշանակություն։ Եվ ես ցույց տվեցի, որ վերջի նշանակությունով այն օգտագործված, որն է վերջի նշանակությունը։ Առաջին նշանակությունը սա է, որ քննել, փորձել, ստուգել, դա նույնպես դոկիմազո է։ Պրոցեսը, ընթացքը քննել, ստուգել, փորձել դոկիմազո է կոչվում։ Բայց նաև դոկիմազո կոչվում է այդ քննելու, ստուգելու եւ փորձելու արդյունքում ձեռք բերված արձանագրությունը, այսինքն հաստատվածը լինելը նույնպես դոկիմազո է կոչվում։ Այսինքն քննելու, ստուգելու, փորձելու արդյունքում ձեռք բերված եզրակացությունը, եզրահանգումը նույնպես կոչվում է դոկիմազո։ Առաքյալը այստեղ չի օգտագործում այդ process-ը, որ մենք քննենք, զննենք, պրպտենք, այսինքն մի բան, որ մեզ հայտնված չի, մենք դեռ նոր պիտի քննենք, գտնենք։ Առաքյալը սա չի ասում։ Առաքյալն արդեն օգտագործում է երկրորդ նշանակությունով, եւ մենք Աստվածաշնչյան որոշ հատվածներ նայեցինք Թեսաղոնիկեի թղթից առաջի Կորինթացից, որտեղ տեսանք, որ առաքյալը դոկիմազո բառը օգտագործում է արդեն հաստատված կամ արդեն դրույթ ունեցած կամ արդեն ընտրություն կատարած վիճակում։ Այսինքն այդ փորձելու, քննելու ընթացքում արդեն եզրահանգման եկած ընկալված կամքի մասին է խոսքը։ Այստեղ երբ որ մենք կարդում ենք ուշադիր նայեք, առաքյալը տեսեք ինչ ասում, ինքը բերում է երկու հակաթեզիս։ Եվ իմիջայլոց հետաքրքիր է, որ առաջի համարում առաքյալը շեշտում է, որ մեր կյանքը հանդիսանում է երկրպագություն առաստված, այսինքն Աստծո զոհասեղանին դրված են մեր կյանքերը որպես կենդանի զոհ, այսինքն մենք ապրում ենք եւ սեփականն ենք Աստծո, եւ սրա համար, որպիսի մենք որպես զոհ, որ կենդանի զոհ Աստծո առաջ դրված ենք, որպեսզի Աստված փառավորվի մեր կյանքով, որպես երկրպագություն։ Իմիջիալոց Աստված ամենաշատը փառավորվում է հավատացյալի կյանքով, երբ որ հավատացյալը իր բավարարվածությունը, գոհունակությունը գտնում է Աստծո մեջ։ Դրանից ավել Աստված այս ընթացքի մեջ, երկրային ընթացքի մեջ ամենամեծ սկզբունքը, որ Աստված փառավորվում է հավատացյալով, դա նա է, որ հավատացյալը իր մխիթարությունը եւ իր գոհունակությունը, իր բավարարվածությունը գտնում է Աստծո մեջ։ Դրանով Աստված փառավորում է, ամենաշատը սրանով Աստված փառավորում։ Եվ սա նույն սկզբունքն է արտահայտում։ Այս նույն սկզբունքի մեջ առաքյալն ասում է, որպիսի դուք հաճելի մնաք Աստծուն, մի կերպարանվեք այս դարաշրջան, ինքը երկու հակաթեիս է բերում։ Մեր նորոգված միտքը, իսկ ինչով է մեր միտքը նորոգվել։ Մեր միտքը նորոգվել է Աստծո խոսքով։ Աստված ճանաչությունը, երբ որ մենք ճանաչել ենք Աստծուն ըստ Աստծո խոսքի, մեր միտքը նորոգել է, այսինքն մենք արդեն ճանաչում ենք ով Աստված եւ ինչն է Աստծուն հաճելի եւ ինչն է կատարյալ եւ ինչն է Աստծուն բարի։ Սա իմանալով ասում է այդ մտքի նորոգությունով վարվեք, ոչ թե քննեք, նոր իմանաք, թե որն է Աստծուն հաճելին, այլ այն ձեզ հայտնված է, այդ նորոգված մտքով, որը որ դուք գիտեք, այդ նորոգված մտքի համաձայն վարվեք, ոչ թե այս դարաշրջանի նմանվեք, այլ ձեր նորոգված մտքին նմանվեք։ Այսինքն այստեղ առաքյալը կարծես ցույց է տալի, որ մենք արդեն վերստին ծնված լինելով ունենք կարողություն եւ ունենք ցանկություն այդ կամքի մեջ վարվելու։ Վերստին չծնվածը չունի ցանկություն, որքանով էլ ինքը ճանաչում է, գիտի, եթե կարդակ հասկանա Աստված ինչ է ուզում, բայց ինքը չի հնազանդվի, չի համաձայնվի Աստծո ուզածի հետ, ինչի որտեղ հակառակ է Աստծո ուզածը իր կամքին։ Եկեք նորից ընթերցենք եւ արդեն ամբողջանանք։ Առաջնային եզրեցա, որ մենք սա իմանանք, որ այստեղ խոսքը չի վերաբերվում քննելու, պրպտելու, փորձելու եւ գտնելու, որովհետեւ սրա վրա են առաջացել իմիջայլոց Աստծո կամքի վերաբերող բոլոր ծայրահեղությունները, երբ որ փիլիսոփայեր մոտենում են Աստծո կամքը ուզում են փնտրել պարագաներով, նշաններով, որոշակի սկզբունքներով ուզում են Աստծո կամքը փնտրել։ Ոչ, Աստծո կամքը ուղղակի մեզ հայտնված է։ Աստված երբեք եւ երբեք նորից եմ ասում, պաղկոցի չի խաղում իր զավակների հետ։ Ընդհանրապես ամենահեշտ բանն է Աստծո կամքը գտնելը։ Նույնիսկ անհավատը, եթե Աստվածաշունչը կարդա, նույնիսկ 10 պատվիրան ուղղակի տվեք եւ ասեք ինչ է ուզում Աստված եւ ինչ չի ուզում, ինքը ձեզ կասի։ Բայց հարցը նա է, կհամաձայնվի դրա հետ, թե ոչ։ Երբ որ դուք ասեք, գիտես, պիտի սուտ չխոսես, ինքը ձեզ կասի, «Յա, բաբո, սուտ չխոսեմ, ո՞նց ապրեմ»։ Հասկանում եք, իսկ հավատացյալին հարցրեք, ինքը եթե կանգնում է մի որոշման առաջ եւ գիտի, որ այդտեղ սուտ պիտի խոսա, իսկ այստեղ ոչ, ինքը որը կընտրի։ Իհարկե սուտ չխոսել, իհարկե արդար վարվել, որտեղ ինքը ուզում է իր հորը նմանվի։ Քրիստոսը որովհետեւ մեկ պարագայում սուտ խոսեց իր անձը փրկելու համար,
Ոչ երբեք։ Նույնը վարվում եք մեկ։ Այսինքն այստեղ խնդիրը Աստծո կամքը ճանաչելը չի, այլ այդ ճանաչած կամքի համաձայն վարվելն է։ Սրա մասին է խոսքը այս հատվածում։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, այսինքն մեր միտքը արդեն նորոգվել է, այդ նորոգությամբ ձեր վարքը նորոգեք, այդ նորոգությամբ ձեր վարքը դասավորեք, ձեր վարքը թող այդ նորոգությամբ լինի, որ դուք քննեք, որ դուք իմանաք ինչ է Աստծուն կամքը բարին, հաճելի եւ կատարյալը, վարվեք այդպես, ընդունեք, որ իմանաք որն է Աստծո հաճելին ու բարին ու կատարյալը։ Այստեղ որ դուք քննեք բառը չի ցույց տալի, որ մենք պետք է նոր այն գտնենք, որ մենք ընդունենք այդ վարքը, սրա մասին է խոսքը։ Մենք անցյալ անգամ դա խոսեցինք։ Ուրեմն, առաջնային պետք է կարևոր մի սկզբունք տեսնենք։ Առաքյալը խոսում այնպիսի օղակներում, սա կարևոր ասելն է։ Երբ որ ինքը առաջի համարից խոսում է, տեսնում ենք, որ այն վերաբերվում է մեր կյանքերին որպես Աստծո զոհասեղանին դրված երկրպագություն, ընդհանուր մեր կյանքը երկրպագությունն է։ Հիմա այս օղակներում առաքյալը մինչ այդ 11-րդ գլխի վերջի հատվածում մեզ խոսեց Աստծո նախասահմանված կամքի մասին, ցույց տվեց, որ հրեաները մերժվեցին որոշակի շրջանի համար, հրեաները փոխվեցին որպես բնական ճյուղեր եւ նրանց փոխարեն հեթանոսները տնկվեցին, որպիսի հաղորդ լինեն բնական ձիթենիին, Աստծո օրհնություններին, խոստումներին, փրկության ժառանգ լինեն։ Այս ամենը նախասահմանված կամքն է։ Եվ մենք առաջնային պետքա զանազանենք նախասահմանված կամքը Աստծո բարոյական կամքից, որտեղ նախասահմանված կամքի մեջ կա բաներ, որ Աստված մեզ հայտնում է գլոբալ որոշակի ընդհանուր սկզբունքներ, հազարամյայի մասին, հակաքրիստոսի շրջանի մասին, տարբեր, ինչ որ Աստված որոշել է, նախասահմանված կամքից հայտնում է եւ բոլոր նախասահմանվածը մեզ չի հայտնում, բայց այդ նախասահմանվածով ինքը գործում է։ Բայց մեզ հայտնում է Աստված բարոյական կամքը։ Առաջնայինը, որ մենք ուզում ենք ճիշտ հասկանանք Աստծո կամքի ընկալումը, մենք պետք է զանազանենք նախասահմանված կամքը Աստծո բարոյական կամքից։ Բայց մինչ այս ես եմ ցույց տամ, որ այն օղակներում, որ առաքյալը խոսում է, որ մենք վարվենք իր կամքի համաձայն, խոսում է այն օղակներում, որտեղ ցույց է տվել, որ մենք ունենք կարողություն եւ ունենք ցանկություն այդ կամքի մեջ վարվելու։ Համարին ասում է, թե դուք արդեն դրվել եք որպես զոհասեղանին դրվեք, վարվեք այդպես, իսկ դուք ուզում եք այդպես վարվեք։ Եվ սա մենք տեսնում ենք բոլոր Աստվածաշնչում, որ Աստծո զավակները մեծ ցանկություն են Աստծո կամքի համաձայն վարվելու եւ Աստծո կամքը կամ խոսքը նրանց համար ավելին է, քան թե ոսկին, որտեղ նրանք տեսել են իրականում Աստծո արժեքը։ Նրանք հասկացել են, որ իրենց կյանքում գերագույն արժեքը հանդիսանում Աստված։ Միայն Աստված է, որ մնում է, մնացածը գնալու են, մաշվելու են, անցնելու են այս կյանքը իր դարաշրջանով։ Միայն Աստծո կամքը կատարողը եւ Աստծո խոսքն է հավիտյան մնում եւ այստեղ է որ հավատացյալը որպես արժեք իր կամքով իր կյանքում ունի այսա։ Ջոն Փայփերը մի կարևոր սկզբունք ասում է, ասում Աստված փառավորվում ամենաշատը այն ժամանակ, երբ որ հավատացյալը Աստծո մեջ է գտնում իր բավարարվածությունը կամ գոհունակությունը։ Սա ամենակարևորն է։ Սա նշանակում է, որ հավատացյալը արդեն զանազանել է կյանքում ինչն է կարևոր, որն է արժեք եւ որը ոչ արժեք։ Այ հիմա եկեք անդրադառնանք մի քանի հատվածներ նայենք, որտեղ առաքյալը եւ Սաղմոսերգուն ներկայացնում է ինչ է իր համար Աստծո կամքը կամ Աստծո խոսքը։ Եկեք ընթերցենք այս հատվածները։ Տեսեք Սաղմոս 119:97 համարը. Որքան եմ սիրում քո օրենքը, ամեն օր նա է իմ մտածմունքը։ Քո պատվիրանքներն ինձ իմաստուն են անում իմ թշնամիներիցը, որտեղ նրանք հավիտյան իմս են։ Դուք պատկերացնում եք, այսինքն այստեղ ուղղակի Սաղմոսները իմիջիալոց ցույց են տալի մարդու Աստծո հետ հարաբերության մեջ ընկած մարդու ներքին ապրումները։ Ինչն է ինքը սիրում, ինչն է ինքը ատում, ինչից է ինքը վախենում, ինչին է ձգտում ինքը։ Սա բոլորը Սաղմոսների մեջ Սաղմոսը կարծես մարդու սիրտը բաց դրած է մեր առաջ, ինչպիսի եւ իմիջիալոց այն մարդու սիրտ, ով Աստծո առաջ է։ Աստված եւ մարդ հարաբերության ներքին ապրումներ ամբողջությամբ արտահայտված է Սաղմոսներում։ Դա համար սա հանդիսանում էր այն ժամանակվա երգը։ Երգում էին, մարդը այդպես երգում էր։ Դա համար Դավիթն ասում է, բերանը նոր երգ դրեցիր։ Այդ երգը նշանակում է նոր ցանկություն, նոր մղումներ, նոր օգտություններ քո հանդեպ, նոր ճանաչողություն դեպի քեզ։ Սրա մասին է խոսքը։ Ուրեմն տեսեք, չի սիրում առաքյալը, եթե հակաթեզից նայենք, որքան եմ սիրում քո օրենքը, դա նշանակում է որքան է ինքը ատում մեղքը, որքան է ինքը ատում անօրենին, որքան է ինքը ատում իր կյանքում անօրենությունը։ Այդ տեսեք, որքան եմ սիրում քո օրենքը, ամեն օր նա է իմ մտածմունքը, ամեն օր դրա վրա եմ ես մտածում։
եւ անմիջապես 103 համարում, որքան քաղցր է քո խոսքը իմ քիմքին, մեղրից էլ ավելի է իմ բերանին։ Այդ այն ժամանակ չկար այդ կոնֆետները, քենդիները չկային, որ երեխաները ձգտում են, առաքյալը մեղրն էր ամենաքաղցր բանը, որ մարդը ցանկանում էր, մարդու սիրտը այդ քաղցրությունը ցանկանում էր, այնքան ասում է մեղրից էլ քաղցր է քո խոսքը, ինձ ցույց է տալի ինչպիսի ձգտում ունի։ Ինչի՞ եմ ես սա ցույց տալի։ Երբ որ առաքյալն ասում է մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությունով, առաքյալը չի ասում որ ստիպված Աստուծո վախենալով պիտի ստիպված ընդունեք Աստծո ուզած ձևով վարկը։ Ոչ, առաքյալն ասում է գնացեք այդ որ դուք սիրում եք, այդ որ հաստատվել է, այդ որ ձեզ հայտնված է եւ դուք ձգտում ունեք դրա մեջ վարվելու, վարվեք դրա մեջ։ Սա հակաթեզիսն է, սա շնորհքի եւ օրինական լինելու հակաթեզիսն է, սիրելիներ։ Դրա համար շատ հաճախ հավատացյալները, որոնք չեն ուզում վարվեն Աստծո կամքով, շատ պարզ է, կամ վերստին ծնունդ չունեն, կամ կրոնավոր անձինք են, այսինքն չեն սիրում Աստծո խոսքը, իրանք չեն սիրում Աստծո կամքի մեջ վարվելը։ Աստծո օրենքը իրանց համար ոսկուց թանկ չի, Աստծո օրենքը իրանց համար ձգտելի չի։ Ճիշտ ընկալեք ինչի մասին է խոսքը, որտեղ տեսեք արդեն իսկ երեկում, երբ որ կարդում ենք որքան քաղցր է քո խոսքը իմ քիմքին, մեղրից էլ ավելի է իմ բերանին, քո պատվիրանքներով ես իմաստուն եղա, սրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհը։ Պատկերացրեցիք, երբ որ ես վերևում ասեցի 97-ում, որ ես սիրում եմ քո օրենքը, սա նշանակում է ես ատում եմ անօրենությունը, եւ հիմա ինքը նույնն է ասում 3 համարում 103-ում, որքան քաղցր է քո խոսքը իմ քիմքին, մեղրից էլ ավելի է իմ բերանին, այսինքն ինչքան քաղցրություն կա քո խոսքը, այդ քաղցրությունով զգում եմ քո խոսքը, ցանկանում այդ խոսքին եւ անմիջապես քո պատվիրանքներով ես իմաստուն եղա։ Քո պատվիրանքներով այդ քաղցրությունով, այդ քաղցրությունը ինձ իմաստուն արեց։ Ոչ միայն ես ձգտում եմ, այլ նաեւ գիտեմ դրա բերած արդյունքը։ Այն ինձ իմաստուն է անում իմ մյուս ճշտամիներից ավելի։ Տեսնում եք, այսինքն մարդը ձգտում է դրան։ Մարդը հասկանում է, որ այդ քաղցրությունը իրան օգտակար է։ Աստված ճանաչության մեջ, այս սրա մասին է եւ 4-ում ասում է, ատում եմ ստության ամեն ճանապարհ, իսկ ստությունը իր համար դառնում է դառնություն։ Իսկ ճշմարտությունը Աստծո խոսքի քաղցրություն, ինքը որին է ձգտում։ Իհարկե քաղցրությանը, այս սկզբունքով է խոսում հեղինակը։ Մի խոսքով ուզեցա ցույց տամ, որ հավատացյալը վերստին ծնված ստիպված չի Աստծո կամքը կատարում, այլ ցանկությունով եւ ուրախությունով։ Սա առաջնայինն է, եւ սա արդեն առաջի գլխից մինչեւ 11-րդ գլուխ Հռոմեացի, որ առաքյալը ցույց տվեց բոլոր ավետարանի ճշմարտությունները եւ ի վերջո հավաքեց, փունջ արեց Աստծո ողորմությունը, որով մենք արտադրվել ենք, այսինքն մենք Աստծո ողորմության արդյունք ենք որպես հավատացյալներ եւ այդ ողորմության արդյունքը նաեւ նա է որ այդ հավատացյալը սիրում Աստծուն որպես հայր 8-րդ գլուխ արդեն Հռոմեացից եւ աղաղակում է որպես Աբբա հայր եւ Սուրբ Հոգին օգտակար է բոլոր իր կյանքի պարագաներում եւ ինքը վստահ է որ Աստված ամեն բան օգտագործում է իրան Քրիստոսին նմանեցնելու բարի համար եւ գիտի որ Աստծոյց որևէ մեկ իրան չի բացելու, ազատելու եւ նաեւ ցույց է տալի որ Աստված հատուկ կերպով նրան նախասամել է որպեսզի իրեն զավակ լինի, սրանից մղված նաեւ ասում է կատարեք այն կամքը որ ձեզ հայտնված է, որպես ձեր կյանքի երկրպագություն, որպես կենթանի զոհ։ Հիմա նմանվեք ձեր մտքի նորոգությանը։ Հիմա այս պարագայում նաեւ Սաղմոս 19-ն նայեք 8 համարը։ Հիմա տեսեք հեղինակի խոսքերը։ Տիրոջ պատվիրանները ուղիղ են, ուրախացնում են սիրտը։ Ուշադիր նայեք, հեղինակը ոչ միայն խոսում է, ոչ միայն տալիս է Տիրոջ խոսքի հատկությունը, այլ նաև այդ հատկությունից արտադրված արդյունքը։ Տիրոջ պատվիրանները ուղիղ են, այսինքն նրանք հորտուբորտ չեն, կեղծավոր չեն, խորամանկորեն չեն, ուղիղ են, ուղիղ։ Ինչ են անում, ուրախացնում են սիրտը։ Ուրախացնում են մարդու միտքը, մտածելակերպը։ Սիրտը լեբ դա նշանակում է մեր հասկացողությունը, մեր կյանքի կենտրոնը, մեր այդ ընդհանուր մտածելակերպի ուղղությունը ուրախացնում են, որտեղ ուղիղ են, ուղիղ, արդար են, մաքուր են, խորամանկ չեն։ Տիրոջ հրամանները մաքուր են, լուսավորում են աչքերը, լույս են տալի մեր կյանքի տեսանկյունին, ճիշտ ենք տեսնում ամեն ինչ, իրականությունը ճիշտ աչքերով ենք նայում։ Իլյուզոր չենք տեսնում, ինչպես սատանան կուրացրել է մյուսների աչքերը։ Ոնց պիտի խաբես, պիտի սանես, որ ապրես, պիտի կյանքը վայելես։ Ոչ, ուղիղ են, մաքուր են։ Ինչ են անում, ուրախացնում են սիրտը, լուսավորում են աչքերը կամ կյանքի ճիշտ տեսանկյունն են տալի։ Ուշադիր նայեք, բոլորը վերաբերվում է Աստծո խոսքին, Աստծո բարոյական կամքին, որի մեջ Աստված մեզ կանչել է։ Տիրոջ վախը սուրբ է,
մնում է հավիտյան։ Տիրոջ վախը մնում է հավիտյան, ոչ թե Աստված տալիս է այդ վախը եւ վերցնում է։ Դա այն վախն է, որ հավատացյալը անդադար ուզում է Աստծուն հաճելի լինի, ինքը վախենում է ապերախտ գտնվի իրեն սիրող հոր հանդեպ, այն ողորմությունը կիրառող, իրվա ողորմություն կիրառող որդու հանդեպ վախենում է, ոչ թե վախենում է, որպես վագր կգա իրան կուտի Աստված կամ կպատժի, այլ վախենում է, որ ապերախտ գտնվի հանկարծ հոր կամքին հակառակ վարվելով։ Այս դրա մասին է խոսքը, որովհետև Եփրայեցիս թուղթն ասում է, սերը վանում է կատարյալ վախը, իսկ կատարյալ վախի մեջ, կատարյալ սիրո մեջ վախ չկա։ Վախը դա տանջանքի ենթակա է, այսինքն վախենում է այն անձ, ով դեռ վախենում է, որ Աստծուց կպատժվի, այսինքն չկա վերստին ծնունդ եւ Աստծո ողորմության ճիշտ ընկալում չկա այդ մարդու կյանքում։ Չի հասկացի ով Աստված, ինքը մտածում է, որ Աստված իրան ընդունում է ուղղակի իր ճիշտ վարքով։ Դու երբեք ճիշտ չես վարվում, սիրելիս։ Քո վարքը երբեք չի կարելի քեզ Աստծո առաջ չի կարա քեզ Աստծո առաջ ընդունելի անի։ Միայն Քրիստոսի կատարածը հետագայում արդեն Սուրբ Հոգով քոնորոգված վարքը ուղղակի փառավորում է Աստծուն, բայց չի հանդիսանում պատճառ, միջոց, որ դու պիտի երկինք պտես այդ արդարությունով։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար։ Նրանք ավելի ցանկալի են, քան թե ոսկին եւ քան թե շատ մաքրված ոսկին։ Տրի ձիվյատկա 3-9 ոսկուց էլ ավելի մաքուր են նրանք։ Էլ ավելի քաղցր են, քան թե մեղրը եւ մեղրահաց։ Տեսեք նույնը ոսկի եւ մեղր։ Այսինքն սա ցույց է տալի, որ հավատացյալի համար, իրական Աստված ճանաչողի համար Աստծո խոսքը եւ Աստծո կամքը ձգտում է, այն նրա ցանկությունն է, այն ուզում է այն կատարի, ոչ թե ստիպված այն կատարում։ Այսինքն, երբ որ անդրադառնանք, տեսեք 6 կարևոր օրենքը, վկայությունները, հայտնությունները, պատվիրանքները, հրամանները, վախը, դատաստանները, սրանք Աստծո խոսքի հոմանիշներն են։ Աստծո խոսք եւ մի քանի հոմանիշներ։ Օրինակ, Աստծո խոսքը ինքն օգտագործում է օրենք, վկայություններ, հայտնություններ, պատվիրաններ, հրամաններ, վախ, դատաստաններ, բոլորը Աստծո խոսքի հոմանիշներ են եւ ցույցատալի արդյունքը ինչն է, ինչ արդյունք կլինի, կատարյալ, այն կատարյալը, այն անարատ է, ճշմարիտ են, ուղիղ են, մաքուր են, սուրբ են եւ արդար բոլորովին եւ նաեւ ցույցատալի թե ինչ են անում նրանք, սա նաեւ հետևանքը։ Առաջնային հանգստացնում են, իմաստուն են անում, անմիտին ուրախացնում են սիրտը, լուսավորում են աչքերը։ Տեսնում եք, հավիտյան է մնում եւ հավիտյանական արդարությունը, այս բոլորը ուղղակի հենց այնպես չի, Սաղամոս 2-ն ուղղակի սրանով արտահայտում է, թե ինքը եւ Աստծո խոսքը ինչ ձգտում ունի դեպի Աստծո խոսքը։ Ինչ է իր համար Աստծո խոսքը եւ ինչ է իր համար Աստծո կամքը, ոսկիից թանկ եւ մեղրից ավելի քաղցր։ Սա ուղղակի ցույցատալի, որ անձը մղված է դա կատարելու։ Որպեսզի առավել հասկանալի դառնա, իմիջիայլոցը, եթե մեր կյանքում չկա սա ամենակարևոր ինձի կատարն է։ Շատ հաճախ ինձ հարց են տալի, ասում են աղբեր, ոնց իմանանք մենք վերստին ծնված ենք, առաջի բանը ես որ ասում եմ, իհարկե Աստծո խոսքից։ Առաջի բանը եւ նույնպես ես սա ին վրա կիրառել եմ, սա ին վրա կիրառել է Աստված եւ սա ինձ հասկացրել է Աստված, իշխա խոսքի մեջ նաեւ փորձառաբար, եթե անձը չունի մեղքի հանդեպ ատելություն իր կյանքում, եթե անձը չի տեսնում եթե անձը չի զզվում իր անձից, երբ որ անձը չի տեսել իրեն ինչպիսին է ինքը Աստծո առաջ, իր բնական էությունը, ինչպիսի ինքը մեղավոր Աստծո առաջ, եթե չի տեսել, տեսեք, եւ իմիջիալոց սա մենք տեսնում ենք, երբ որ տեսնում ենք ով է Աստված։ Երբ որ Եսայի մարգարեն տեսավ ով Աստված իր փառքով, նոր ասեց՝ «Վայ, պիղծ չրտուկներով մարդ եմ ես եւ պղծաշուրջ չրտուկների մեջ ժողովրդի մեջ»։ Սեփական ժողովուրդն էլ է պղծաշուրջ եւ ես էլ պղծաշուրջ չրտուկով մարդ եմ։ Երբ որ սա տեսավ, եւ սա տեսնելով, այսինքն Աստծո փառքը տեսնելով, նոր մենք տեսնում ենք ով ենք մենք։ Որովհետև մինչև մենք չենք տեսել Աստծո փառքը, մենք շատ էլ լավն ենք, ինչ ա եղել, որ ինչ է կարել։ Մենք սկսում ենք մեզ համատել ոչ թե Աստծո հետ, այլ սկսում ենք համատել մյուսների հետ եւ ասում ենք ես սա չեմ արել, ես ավելի լավն եմ ուրեմն։ Ուրեմն շատ կարևոր է սա տեսնել։ Առաջինը կարևոր է, որ մենք տեսնենք, եթե մեր կյանքում չկա Աստծո խոսքի արժեքը, եթե մենք չենք ձգտում այդ խոսքին, այդ կամքին չենք ձգտում, սա արդեն նշան է, որ կամ մեր միտքը չի նորոգվել այդ process-ում, կամ դեռ սկսում է կամ մեր ընդհանրապես չի նորոգվել, դա նշանակում է, որ մենք ձգտում չունենք Աստծո կամքը կատարելու։ Սա ցույց է տալի նաև շատ հաճախ, որ մենք վերստին ծնունդ չունենք։ Նոր բնություն չկա, փոխված բնություն չկա։
Սա կարա լինի, սա նորից եմ ասում, ես 100%-անոց չեմ ասում, բայց սա ինձի կարտելներից մեկն է, որ մենք տեսնում ենք, որ անձը իրականում վերստին ծնունդ ունի, ինքը սկսում է աճել Աստծո խոսքը արժեքավորելու մեջ, ինքը սկսում է աճել իր կյանքում մեղքը ատելու մեջ, սկսանք զուգահեռ բաների, Աստծո շնորհքի մեծությունը ավելի տեսնելու մեջ, որքան ինքը շատ է տեսնում Աստծո շնորհքի մեծությունը, այնքան ինքը ավելի շատ է տեսնում ինչքան է իր վրա ողորմություն կիրառվել, այնքան ինքը ավելի շատ է սկսում ատել մեղքը եւ ձգտել դեպի Քրիստոսի շնորհքին, այնքան ինքը ավելի շատ մխիթարվում է Աստծո շնորհքով, ուրախանում այդ շնորհքով, այդքան ինքը սկսում է արհամարել մեղք հասկացողությունը։ Սա իրական վերստին ծնված անձի կյանքում process է, ընթացք է։ Հիմա առաջնային, որպեսզի մենք կարողանանք Աստծո կամքի մասին խոսենք, առաջինը մենք պետք է հասկանայինք, որ առաքյալը խոսում է այն օղակներում, որ մենք արդեն մղված ենք, այլ մեր վեկտորը ուղղված է այդ կամքը սիրելու եւ այդ կամքը կատարելու։ Դամարինք ասում է՝ մի նմանվեք այս դարաշրջանին, այլ ձեր մտքի նորոգությունով նորոգվեցեք, որ քննեք, որն է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը, եւ գնաք այդ ընթանակայպես, որպեսզի փառավորվի Աստված ձեր կյանքով։ Հիմա առաջնային մի սկզբունք։ Ուրեմն առաջնայինը շատ կարևոր է հասկանանք, որ երբ որ մենք ասում ենք վերստին ծնված անձ, արդեն ցույց ենք տալի, որ անձ, ով բնության փոփոխություն ունի, ով ազատված է մեղքի գերությունից, ով հռչակված է Աստծո ժառանգ, ում որպես կյանքի հավիտենական առաջնորդ ընդունված է Սուրբ Հոգի, այսինքն Սուրբ Հոգին բնակվում է նրա մեջ, Սուրբ Հոգին նրան առաջնորդում է եւ նա ունի Սուրբ Հոգին նրա կյանքում առաջաբերում Աստծո խոսքի, Աստծո կամքի համեմատ Աստծո խոսքի հանդեպ մեծ ցանկություն, սա քաղցրություն եւ խոսքը սկսում է արժեքավորվել այդ մարդու կյանքում, առավել այդ մարդը սկսում է միտքը նորոգվել, այսինքն այս մարդու նորոգված միտքը արդեն այն դրույթն է, որի համաձայն պիտի նորոգվի նաեւ նրա կյանքը, այսինքն առաքյալն այստեղ սա է ասում, ձեր միտքը նորոգված է, հիմա ձեր կյանքը նորոգեք այդ նորոգված մտքի համաձայն, որպեսզի դուք Աստծուն հաճելի լինեք, որը հաճելին, բարին եւ կատարյալ։ Հիմա այս սկզբունքից հետո առաջնային մենք հասկանում ենք, որ կարևոր է, չէ՞ որ մարդը իմանա Աստծո կամքը։ Եթե չգիտի, եթե միտքը նորոգված չի, ինչի համաձայն պիտի նա վարվի։ Դրա համար առաջնահերթ մենք խոսանք հիմա նաեւ ինչ է նշանակում Աստծո կամքի զանազանություն եւ դա ցույց տամ ինչպես Աստված մեզ այդ կամքը տվել, ինչպես է մեզ այդ կամքը Աստված տալիս իր խոսքի համաձայն։ Ուրեմն սրա համար առաքյալը հակաթեիս ավերում մի նմանվեք աշխարհքին կամ այս դարաշրջանին, այլ նմանվեք Աստծո կամքին, Հիմա ինչպես է մեզ հայտնվում այս կամքը։ Առաջինը մենք պետք է զանազանենք, որ կամքի մասին է խոսքը։ Մենք ունենք անհրաժեշտ է զանազանել Աստծո նախասահմանված ծրագրված կամքը Աստծո բարոյական կամքից։ Ինչի նկատի ունենք ասելով Աստծո նախասահմանված կամք։ Աստծո նախասահմանված կամքը դա Աստծո մտահղացումն է ընդհանրապես կյանքի ընթացքի վերաբերյալ, ինչպես ստեղծեց, ինչ ստեղծեց, ինչի համար ստեղծեց եւ այդ ստեղծագործության մեջ ինչ շրջաններ դրեց, մարդու անկման, մարդու վերստին ծնունդի, տարբեր շրջաններ, մարդու պատմության ընթացքի մեջ ինչ շրջաններ դրեց, ինչ աշխարհակալներ դուրս եկան, որոնք ընկան, որոնք նորից պիտի գան, ինչպիսի վերջնական շրջան պիտի լինի, ով պիտի գա թագավորության, ում թագավորությունը պիտի կործանվի, ով պիտի դառնա հավիտենական թագավորություն։ Սրանք բոլորը Աստծո նախասահմանված ծրագիրն է, բայց ես ձեզ ասեցի այդ նախասահմանված ծրագրի ծածկվածի որոշ հայտնված մասը։ Այսինքն որ մենք ասում ենք Աստծո ծրագիր, սա չի նշանակում, որ Աստված իր ամբողջ ծրագիրը մարդկության եւ փրկության վերաբերյալ մարդուն հայտնելա այն, ինչը որ իր իմաստությունով գտելա, որ մարդը պիտի իմանա, այսինքն այն ամենը, ինչը որ մարդու կյանքում Աստծո հետ հարաբերության մեջ հույսի առումով, ջանքի առումով պիտի գործ անի, դա հայտնել է Աստված։ Օրինակ, Աստված հայտնել է որոշակի ժամանակահատվածների մասին, նշաններ է տվել, որպեսզի մարդու հույսը առավել մարդուն մղի ջանք անելու, Աստծուն փառավորելու համար։ Այսինքն մենք հասկանում ենք, որ սա մի չար շրջան է։ Մենք հասկանում ենք, որ այս շրջանում մեզ կմերժեն, ինչպես Քրիստոսին մերժեցին։ Այսինքն սա այս շրջանն է, մենք հասկանալով համբերում ենք, որտեղ գիտենք, որ սա մեզ հայտնված է։ Այսինքն սա ասում որոշակի առումով նախասահմանության շրջան է, բայց այն ընդհանուր առմամբ ծածկված է։ Ինչն է մեզանից ծածկված։ Այդ նախասահմանված կամքը Աստծո ոչ միայն ընդգրկում այդ գլոբալ շրջանները, այլև ամեն մի մարդու համար ընդգրկում է նաև մարդու
Աստծո կողմից նախասանված նրա կամքը, թե ինչ պիտի լինի այդ մարդու ամեն օրը, այն նույնպես նախասանված է։ Այս մասին Հիսուս Քրիստոսը խոսեց Մատթեոս 10:29-ում։ Եկեք անդրադառնանք սրան, բայց տեսեք, այստեղ Քրիստոսը հայտնում է մի կարևոր սկզբունք, որ Աստծո մոտ դա գրանցված է վեր հսկողության տակ է, բայց թե ինչ է լինելու ձեր մյուս օրը, Աստված ծածկել է, ձեզ չի ասում։ Բայց դա նրա նախասահմանված կամքն է։ Եվ դրա համար մենք առաջնային, որպեսզի զանազանենք Աստծո կամքը, ինչի մասին է խոսքը, որ ասում է այդ կամքը համաձայն վարվեք, պետք է հասկանանք, արդյոք Աստված ասում է նախասահմանված կամքի համաձայն, ոչ, այլ բարոյական կամքի, որը մեզ հայտնված է։ Հիմա եկեք տեսնենք, հիմա նախասահմանված կամքը դա այն կամքն է, որը մեզանից ծածկված է։ Որոշակի փուլեր մեծ, ինչը որ Աստված գտել է, որ մեզ պիտի տա Աստծո հետ հարաբերության համար, տվել է, բայց ընդհանուր առմամբ այդ կամքը նախասահմանված, պատմությունը ինչպես պիտի նա ծածկված է, որը նաև ընդգրկում է ամեն մեկ մարդու, ամեն մեկ հավատացյալի անձնական կյանքը, այն ծածկված է։ Այն մեկ օրինակ, ես կարամ ասեմ ինչ եղավ ինձ հետ, ինչ էր ծրագրել Աստված 3 հետ նայելով, բայց չեմ կարող ասեմ ինչա ծրագրել ինձ հետ ապագան նայելով, որտեղ Աստված ինձ այն չի հայտնել։ Սա շատ կարևոր է որ հասկանանք։ Դրա համար շատ հաճախ հենց այն ծայրահեղությունները, որ մարդիկ ընկնում են Աստծո կամքը զանազանելուն, ի վերջո մտնում են այդ դաշտ, նախասահմանված, չհայտնած, ծածկված կամքի դաշտ եւ փորձում են Աստծուն հետ չհամաձայնվել, ասել Տեր Աստված, մենք ուզում ենք իմանանք սա, եւ Աստված երբեք այն չի հայտնի։ Եկեք անդրադառնանք սրան։ Տեսեք, օրինակ ընդհանուր հայտնություն մարդու մասին, նրա կյանքի մասին, ինչ է հայտնում Աստված։ Սաղմոս 139:16 Դավթի քո աչքերը տեսնում են իմ կերպարանքը դեռ անպատրաստ։ Դեռ ես էմբրիոն չստեղծված, դու տեսնում ես ով եմ ես լինելու, տեսնում ես իմ դեմքը նույնիսկ։ Եվ քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ որ նրանցից մեկը դեռ չկար։ Տեսեք, այս աստիճանի հեղինակը Աստծո նախասահմանված կամքի հասկացողություն ունի, բայց Աստված չի ասում ինչ է լինելու, քո դեմքը ինչպես է լինելու, բայց Աստված ասում է, որ ես դա գիտեմ, դա իմ հսկողության տակ է, դա ես եմ որոշում, իմ սուվերեն կամքով։ Տեսնում եք, քո աչքերը տեսնում են իմ կերպարանքը դեռ անպատրաստ, եւ քո գրքումը գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ որ նրանցից մեկը դեռ չկար։ Քանի պատվական ինձ համար քո խորհուրդները, ով Աստված, քանի մեծ են նրանց թիվը, եթե համրեմ նրանց ավազից շատ են, զարթնեցի եւ դեռ քեզ հետ եմ։ Այսինքն եւ ինքը ցույց է տալի, որ նաեւ դա անհասանելի է մեզ, բայց դա քո մոտ հասանելի է, որովհետեւ դու Աստված ես, իսկ մենք արարվածներ։ Հիմա տեսեք, սրանից հետո ավելի շատ առավել կարևոր խոսում է Հիսուս Քրիստոսը Մատթեոս 10:29-ում, եկեք անդրադառնանք սրան։ Երբ որ Քրիստոսը խոսում է հավատացյալների կյանքում արկա չարչարանքի հալածանքի, քանի որ նրանք չար դարաշրջանի մեջ են, նրանք որպես ոչխարներ ուղարկված են գայլերի մեջ, ինչ ասում Քրիստոսը՝ մի վախենակ նրանցից, որ մարմինը սպանում են եւ հոգին չեն կարող սպանել։ Մի վախենակ։ Բայց վախեցեք, բայց ավելի վախեցեք նրանից, որ կարող է հոգին էլ, մարմինն էլ կորցնել գեհենի մեջ, որ կարող հավիտենական պատժի արժանացնել։ Առավել վախեցեք հորից, քան թե որ կարող ուղակի հոր կամքով թույլ տված ձեր մարմինը սպանել, բայց դրանից ավել ոչինչ չի կարող անի, չի կարող որոշի ձեր վախճանը, չի կարող որոշի ձեր ընդհանուր կարգավիճակը հետագա։ Դա Աստված է որոշում։ Եվ անմիջապես սրանից հետո անդրադառնում է Չէ որ երկու ճնճղուկ մեկ դանկի են ծախվում եւ նրանցից մեկը չի ընկնի գետին առանց ձեր հոր։ Չէ որ երկու ճնճղուկ մեկ դանկի, մեկ դանկը դա այն կոպեկն է, որը մարդու կյանքում օրվա ընթացքում աշխատածի մեջ ոչ մի նշանակություն չի տալի։ Ձեր աշխատած փողի, ասենք եթե դուք օրական 10,000 դրամ եք աշխատել, 10 դրամը հարցալուծում, չէ, դուք այդ 10 դրամի վրա ուշադրություն չեք դարձրել, եթե ընկնի։ Տեսնում եք, Հիսուսը ասում է այն երկու ճնճղուկը, եթե վերցնենք ընդհանուր գումարային հաշվարկով 30 դրամ է գալի։ Երկու ճնճղուկը 30 դրամի երկու ճնճղուկ էին վաճառում եւ դա մեծահասակներին չէր, դա երեխաներն էին, որ կարային բռնեին, թակարտեր դնեին, վաճառեին, որ հետո իրենց համար քաղցրավենի կարեն կամ մի այլ բան։ Հիմա սա մի բան է, որ ուզում ասի, որ կյանքում ձեր օրվա մեջ նույնիսկ ձեր ընդհանուր աշխարհի կյանքի պատմության, ձեր կյանքի ընթացքի պատմության մեջ դեր չի խաղում, ասում, այդ 30 կոպեկը, բայց ասում է իմացեք, որ այդ երկու ճնճղուկը, որ այդ երկու դանկի վաճառվում է, ձեր հոր կողմից հսկողության տակ է նրանց երկնքից գետնին ընկնելը։ Իսկ եթե դուք
Հետաքրքրված չեք այս ծիտը ինչի ինկավ, ձեր հայրը գիտի ինչի ինկավ։ Այդ աստիճանի հսկողության տակ է ձեր կյանքը, նախասահմանված է։ Այսինքն հայրը որոշել է այդ ճնճղուկների վայր ընկնելու օրը, ժամը եւ քանակը։ Սա է ասում Հիսուսը։ Դուք պատկերացնում եք ինչ է ուզում ասի Հիսուսը։ Դա նախասահմանված կամքն է, որ Աստծո մոտ չկա մի բան, որ պլստան նրա ձեռքից։ Բոլորը հսկողության տակ է եւ բոլոր իր որոշումին է հանդիեթարկված։ Եվ առավել, երբ որ հարաբերական, եթե երկու ճնճղուկն է Աստծո կողմից հսկողության տակ, բա ձեր կյանքի պարագաները հսկողության տակ չեն։ Դուք չգիտեք ինչի ձեր կյանք եկավ այս մարդը, ինչի ձեր կյանք եկավ այս շտրաֆը, ինչի եկավ չգիտեք, ինչ անում Աստված, ինչի թույլ տվեց, դուք չգիտեք, բայց դա Աստծո հսկողության տակ եւ Աստված գործում է։ Այսինքն նախասահմանված կամքը Աստված այսպես թե այնպես իրականացնում է ձեր կյանքում, առանց ձեզ հարցնելու։ Նորից եմ ասում, նախասահմանված կամքի որոշ ընդհանուր գլոբալ դրույթներ մեզ հայտնում է որոշակի շրջաններ, եթե կարիք կա այդ շրջաններ իմանանք, որովհետեւ մեր հույսը առ Աստված ավելի մեծանա, որ որոշակի առումով իմանանք ինչից հետո ինչ է լինելու, բայց մեր կյանքին վերաբերվող նախասահմանված կամքը մեզ չի հայտնում, մեզ հայտնում է բարոյական կամքը, ինչ պիտի անենք, ինչպես պիտի վարվենք, ոչ թե ինչ է մեզ հետ լինելու։ Այս սա շատ կարևոր է, որ մենք զանազանենք։ Ուրեմն տեսեք, եւ անմիջապես, երբ որ խոսում է երկու ճնճղուկի մասին, անմիջապես ասում է, բայց ավելի, բայց ուշադիր նայեք, իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համրված են։ Ուրեմն մի վախենաք, դուք շատ ճնճղուկներից ավելի լավ եք, եթե Աստված հսկում է երկու ճնճղուկներին, որ ոչ մի բան չի ձեր համար։ Ընկան, չընկան, դուք սկի չգիտեք էլ, բա Աստված չի հսկում ձեր, նույնիսկ ուշադիր եք, ձեր գլխի բոլոր մազերը։ Աստված գիտի ձեր գլխի վերջի մազը երբ հանկնելու։ Դուք նույնիսկ չգիտեք ձեր գլխից այսօր քանի մազ ընկավ։ Աստված դա էլ գիտի, քանի մազ ընկավ եւ ինչի ընկավ եւ որտեղ ընկավ։ Դա էլ գիտի Աստված։ Գալում եք, ինքը Քրիստոսը ցույց է տալի, որ այս աստիճանի հսկողություն կա ընդհանրապես կյանքի process-ի վրա, որովհետեւ մի բան կյանքի process-ի ընթացքից չի պլստում առանց Աստծո, չկա տենց բան։ Դա ձեզ սատանան է խաբում։ Բա Աստված որտեղ էր Աստված։ Աստված միշտ ներկա էր ամեն ինչի մեջ։ Այս սա կարևոր է, սա նախասահմանված կամքն է, սիրելիներ, եւ այս մասին Աստված մեզ չի հայտում, եւ սա մենք կարանք տեսնենք, ինչպես արդեն մենք կարդացինք Երկրորդ Օրինաց 29-29 կանադառնանք սրան։ Տեսեք, Երկրորդ Օրինաց 29-29 ծածուկ բաները մեր Եհովա Աստծո համար է, բայց հայտնված բաները, այ այստեղ պետքա զանազանենք, ծածկված բաները դա նախասահմանված կամքն է Աստծո։ Աստծո կամքն է, մտահղացումն է, ծրագիրը պատմության ընթացքի համար, այն ծածկված է։ Որոշ բաներ մեզ հայտնված է, Դանիելի գրքում նույնիսկ Իսրայելի համար 77-յակը հայտնեց Աստված։ Ամեն մի 7-յակից հետո ինչ է լինելու, քանի 7-յակից հետո ինչ պիտի լինի, տաճարը պիտի շինվի, հետո պիտի Քրիստոսը գա, պիտի խաչվի, հետո պիտի համբարձվի, հետո պիտի նորից գա, հետո պիտի հակա Քրիստոսի շրջան լինի, հայտնել է Աստված։ Ճիշտ է, 5 կտակարանում չի հայտնել եկեղեցու շրջանի մասին, եկեղեցու շրջանի մասին մենք տեսնում ենք արդեն նոր կտակարանում։ Մինչև այսօր եկեղեցու շրջանը ընթանում է, այսինքն հեթանոսների թիվը դեռ ամբողջանում է, մինչև վերջի հեթանոսը կապաշխարի, կփրկվի։ Այն ժամանակ կբացվի դուռը հրեաների համար, երբ որ կվերցվի եկեղեցին երկրից։ Հիմա ուշադիր նայ, կարևոր սկզբունք։ Ծածուկ բաները մեր Եհովա Աստծո համար են, նրանք ծածկված է կոչված։ Ծածուկ բաները նրա համար են, մեզ համար չեն, բայց հայտնված բաները մեզ եւ մեր որդկանց համար հավիտյան։ Եվ անմիջապես հետո որ այս օրենքի ամեն խոսքերը կատարենք։ Այսինքն ի՞նչն է հայտնված։ Օրենքը, բարոյական կամքը։ Իսկ ծածկվածը նախասահմանված կամքն է, մեզանից ծածկված է։ Որոշ բաներ հայտնված են, շրջաններ, բայց ոչ բոլոր ծածկված կամքը։ Այսինքն Աստված չի հայտնել վաղը ինձ հետ ինչ է լինելու, բայց ինքը գործում է ինձանով։ Այդ կամքը իրականանալու է, այն որոշված է արդեն, բայց ինձ չի հայտնում Աստված այն։ Տեսնում եք, սա շատ կարևոր է։ Բայց ինձ հայտնել է Աստված իր կամքը արդեն օրենքի պատվիրանի միջոցով։ Այսինքն մենք պետք է առաջնայինք, որ երբ որ խոսքը գնում է Աստծո կամքի մասին եւ մեր հատվածում կարդում ենք, որ դուք կիմանաք որն է Աստծո կամքը, քնեք եւ վարվեք, որը բարին կատարել եւ հաճելին է, այդտեղ խոսքը գնում է բարոյական կամքի մասին, այն ինչը մեզ հայտնված է, ինչ է ուզում Աստված, ոչ թե ծածկված կամքի մասին, նախասահմանված կամքի մասին, այն մեզ հայտնված չի։ Հիմա շատ կարևոր որ մենք սա հասկանանք։ Ուրեմն առաջինը մենք պետք է զանազանենք նախասահմանված կամքը մեզ հայտնված բարոյական կամքից։ Ինչի նկատի ունենք բարոյական կամք ասելով։
Բարոյական կամքը դա պատվիրաններն են եւ Աստծո օրենքն են, որի մեջ արտահայտված է ինչ է ուզում Աստված, որ մենք անենք։ Իսկ իհարկե այն ամբողջական նորմատիվներով, որ մենք զանազանում ենք, որ ուխտի շրջանակներում ենք։ Մովսեսի ուխտի շրջանակում Աստված հայտնում էր Իսրայելին իր կամքը ծեսերի արարողակարգի միջոցով, որոշակի զոհաբերությունների միջոցով, հետագայում Քրիստոսը մեզ հայտնում է իր կամքը արդեն նոր կտականի շրջանում, եւ մենք տեսնում ենք Քրիստոսի օրենքը, ինչի մեջ որ մենք վարվում ենք։ Սա շատ կարևոր է, այսինքն այն միշտ հայտնված է։ Դրա համար մեր հատվածում ծածկված բաները վերաբերվում են մեր Եհովա Աստծուն, ասում Առաքյալը, Մարգարեն Մովսեսը, իսկ հայտնված բաները մեզ եւ մեր որտանց, որ մենք այն կատարենք, օրենքի ամեն խոսքերը կատարենք։ Այսինքն Աստված ակնկալում է մեզանից բարոյական կամքի կատարողականությունը, եւ հենց նրանք, որոնք մտնում են ծածկված կամքի դաշտ, այդտեղ էլ առաջանում է ծայրահեղություն եւ ստությունը եւ սուտ մարգարեությունները, որտեղ մտնում են այն դաշտը, որը Աստված հատուկ կերպով ծածկել է մարդուց։ Դուրս եկեք այդ դաշտից, մտեք բարոյական դաշտ, որը հայտնված է ձեզ, ինչպես վարվեք, որպեսզի փառավորվի Աստված, ինչպես վարվեք հավատացյալ եղբայր քույր իրար հետ, ինչպես վարվեք, ինչպես շինեք եկեղեցին։ Տեսնում եք, սա հայտնված կամքն է, սա կարևոր է։ Մատթեոս 7:21-ում ամենքը ինձ Տեր ասողը չի մտնի, այլ իմ հոր կամքը կատարողը, հորս կամքը, ո՞րն է հոր կամքը կատարողը։ Նախասահմանված ծրագիրը, ոչ, այն ինքնին կատարում է Աստված, այն որ դուք պիտի կատարեք, ձեր վարքը, բարոյական արժեքները, այն որ Աստված մեզ հայտնել է, սուտ մի խոսա, մի գողացի, սիրի եղբորդ, սիրի Աստծուն։ Տեսնում եք, շնորհքով վարվեք, ողորմացեք մեկը մյուսին, այս սա է, համբերեք մեկը մյուսին, ընդունեք ինչպես Քրիստոսը ձեզ ընդունեց։ Այս սա հայտնված վարքն է, որի մեջ մենք պետքա վարվենք, որպեսզի մեր կյանքով արտահայտվի Քրիստոսը։ Նորից արդեն ժամանակը բավարար անցավ։ Ես կուզեմ, որպեսզի ամբողջացնենք, ուրեմն առաջինը մենք ինչ որոշեցինք։ Առաջինը մենք տեսանք, երբ որ Առաքյալը խոսում է 12-րդ համարում, մի կերպարվեք այս աշխարհին, այս դարաշրջանին, այլ նորոգեցեք ձեր մտքի նորոգությունը, արդեն իսկ խոսում է մարդկանց, որոնք ունեն կարողություն եւ որոնք ունեն ցանկություն Աստծո կամքի մեջ վարվելու։ Երկրորդ, քանի որ Աստծո կամքը մեզ հայտնված է, մենք պետք է հասկանանք, որ հայտնված է բարոյական կամքը։ Այսինքն մենք պետք է զանազանենք նախասահմանված կամքը բարոյական կամքից։ Հետագայում մենք արդեն կանդրադառնանք նաև բարոյական կամքը ինչ է իրանից պարունակում եւ բարոյական կամքը ինչպես է մեզ հասանելի։ Այն երկու կոմպոնենտ ունի։ Բարոյական կամքը կամ մեզ հայտնված է ուղակի ուղիղ պատիրաններով կամ օրենքով, կամ էլ Աստծո խոսքի սկզբունքներով։ Սա մասին նույնպես ավելի խորը խոսենք, որպեսզի ամբողջական մենք հասկացողություն ունենք Աստծո կամքի մասին, որ չգնանք ծայրահեղությունների մեջ։ Տերը ձեզ օրհնի փառքի համար։ Ամեն։